Գոյամարտ սերիալում, եթե Ավոյի վերադարձն իսկապես տեղի ունենա, ապա դա կարող է դառնալ պատմության ամենակարևոր շրջադարձերից մեկը, իսկ Ավոն վերադառնալու է դա միանշանակ։ Սիրված դերասան Նիկոլայ Եղիազարյանն, ով մարմնավորում է Ավոյին, մասնակցում է նկարահանումներին, նա այս պահին էլ նկարահանման հրապարակում է ու հետաքրքիր տեսարաններ են սպասվում։ Վերջին իրադարձություններից հետո շատ հերոսներ կարծում են, որ Ավոն այլևս չի կարող ազդել իրավիճակի վրա, բայց հենց դա է այս կերպարի առանձնահատկությունը. նա ամենածանր հարվածներից հետո էլ կարողանում է վերադառնալ և փոխել խաղի կանոնները։ Ավոն վաղուց արդեն սովորական կերպար չէ, սկզբում նա ներկայացվում էր որպես մի մարդ, ով առաջնորդվում է միայն վրեժով, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նրա գործողությունների հիմքում միայն զայրույթը չէ, նա կրում է տարիների ցավ, կորուստ և արդարության պահանջ։ Եթե նա վերադառնա, ապա առաջին հերթին կփորձի հասկանալ, թե իր բացակայության ընթացքում ինչ է փոխվել։ Նա կտեսնի, որ Հունանը դեռ շարունակում է իր ազդեցությունը, կտեսնի, որ ընտանիքները շարունակում են տառապել, կտեսնի, որ երիտասարդների կյանքը նույնպես հայտնվել է վտանգի մեջ, և ամենայն հավանականությամբ կհասկանա, որ միայնակ պայքարելն այլևս բավարար չէ։ Հենց այստեղ էլ շատ հետաքրքիր կարող է դառնալ Մանանի դերը։ Մանանը վերջին շրջանում զգալիորեն փոխվել է։ Նա այլևս այն աղջիկը չէ, ով միայն զգացմունքներով էր առաջնորդվում։ Հունանի տանն ապրելով նա շատ բան տեսավ և հասկացավ։ Նա տեսավ, թե ինչպես են որոշ մարդիկ օգտագործում իշխանությունը, տեսավ, թե ինչպես են գաղտնիքները քանդում ընտանիքները, տեսավ, թե ինչպես են մարդիկ զոհ դառնում ուրիշների որոշումներին, և եթե Մանան իսկապես որոշի կանգնել Ավոյի կողքին, դա կարող է լինել ոչ թե վրեժի, այլ ճշմարտության համար պայքար։ Մանանը դա լավ գիտի։ Նա ճանաչում է Սարգսյանների ցավը, նա նաև ներսից տեսել է մակունցների ընտանիքի խնդիրները։ Դրա համար նրա ունեցած տեղեկությունները կարող են չափազանց կարևոր դառնալ։ Հնարավոր է, որ Ավոն ու Մանանը սկսեն միասին հավաքել անցյալի կտորները, փորձեն հասկանալ ինչ է իրականում տեղի ունեցել տարիներ առաջ, ովքեր են պատասխանատու տարբեր ողբերգությունների համար, ինչ գաղտնիքներ են դեռ թաքցվում։ Սակայն նման միավորումը հեշտ չի լինելու։ Մանանը դեռ կապված է Գրիշոյի հետ, իսկ Գրիշոն, որքան էլ փոխված լինի, շարունակում է մնալ Հունանի ընտանիքի անդամը։ Ավոյի վերադարձը փոխելու է խաղի կանոնները։ Հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ նա կրկին վերադառնում է Էռնայի մոտ։ Նա շատ լավ գիտի, որ Էռնան առանց Ավոյի չի կարող։ Նա դեռ սիրում է Ավոյին ու հաստատ փորձելու է ամեն կերպ օգնել նրան։ Բայց ինչ է սպասվում Ավոյի կերպարի համար, ինչ է սպասվում մակունցներին նրա վերադարձից հետո, ով է պատասխան տալու այն ամեն ինչի համար, ինչ արել են մակունցները Սարգսյաններին ու նաև Ավոյի հետ։ Մինչև հիմա Լեոն շատ հարցերի պատասխաններ չի ստացել ու փորձում է հենց Ավոյից ստանալ։ Նրան հետաքրքրում է հոր մահվան իրական պատմությունը, նրան հետաքրքրում է ընտանիքի անցյալը, նրան հետաքրքրում է, թե ինչու են այսքան դժբախտություններ կուտակվել իրենց շուրջ։ Եթե Ավոն վերադառնա նոր փաստերով, ապա Լեոն կարող է վերջապես մոտենալ այն ճշմարտությանը, որը երկար ժամանակ փնտրում է։ Շատ հետաքրքիր կարող է լինել նաև Էռնայի արձագանքը։ Նրա և Ավոյի հարաբերությունները միշտ եղել են բարդ ու հակասական։ Սեր, զայրույթ, հիասթափություն, վիրավորանք, ամեն ինչ խառնվել է իրար։ Եթե Ավոն վերադառնա ավելի ուժեղ ու ավելի վճռական, Էռնան կրկին կանգնելու է ծանր ընտրության առաջ, իսկ մակունցների ընտանիքում այդ ընթացքում իրավիճակը կարող է ավելի լարվել։ Հունանն արդեն զգում է, որ իր շուրջն օղակը գնալով սեղմվում է։ Լեան ավելի հաճախ է հակադրվում նրան, Իննան այլևս լուռ չի մնում։ Այս պայմաններում Ավոյի վերադարձը կարող է դառնալ այն կայծը, որը նոր պայթյուն կառաջացնի, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ եթե Մանանն ու Ավոն իսկապես սկսեն համագործակցել, ապա նրանց նպատակը կարող է լինել ոչ թե պարզապես պայքարել մակունցների դեմ, այլ բացահայտել ամբողջ ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը Գոյամարտում միշտ ամենավտանգավոր զենքն է եղել, որովհետև երբ գաղտնիքները բացվում են, վնասվում են ոչ միայն մեղավորները, այլ նաև անմեղ մարդիկ։ Հենց այդ պատճառով էլ առաջիկա զարգացումները կարող են լինել շատ լարված։ Ավոյի վերադարձը, Մանանի ներքին պայքարը, Լեոյի հարցերը, Արամի կասկածները,
հունանի աճող վախ, այս ամենը միասին կարող է սերիալը հասցնել մի կետի, որտեղ այլևս ոչ ոք չի կարողանա թաքնվել անցյալի ստվերների հետևում և յուրաքանչյուր հերոս ստիպված կլինի պատասխան տալ իր կատարած ընտրության համար։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում իսկապես Ավոն ու Մանանը կհամագործակցեն։ Մանանն անհամբերությամբ սպասում է Ավոյի հայտնվելուն, որպեսզի իմանա ողջ ճշմարտությունը, բայց ինչպես պապն է ասում նրան՝ տես քեզ, իմացիր, թե Ավոն ով է։ Ավոն ու Մանանն իրար շատ նման են թե բնավորությամբ, թե կատարած քայլերով, իսկ ամենահետաքրքիրը կլինի նրանց միությունը։ Ում դեմ է աշխատելու այդ միությունը և արդյոք Մանանն այստեղից շահած դուրս կգա, կիմանաք շատ շուտով։